Սոնակ Ակոպյան, Հայաքվե քաղաքացիական միավորման վարչության անդամ, նաև գիտեք Հայաքվեին երկու հասարակական կազմակերպություններ միասին համագործակցելով դիտորդական աշխատանք են այսօր Փարաքար համայնքի եւ Գյումրի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում։ Ես համակարգում եմ 1-ից 11-րդ տեղամասերի Գյումրի մեր դիտորդների, մենք բոլոր տեղամասերում ունենք դիտորդներ, բոլոր ընթացքին հետևել ենք այսօր, դե 1-ից 11-րդ տեղամասերն եմ համակարգում, եղել եմ ամբողջ օրվա ընթացքում բոլոր տեղամասերում եւ արձանագրել եմ շատ զավեշ տալի հետաքրքիր խախտումներ։ Ես ինքս այս պայդրությամբ դեռ քվեարկությունը գիտեք ընթացքի մեջ է, ընտրությունները կգնահատեմ երևի մեր պատմության վատագույն ընտրություններից մեկը, որտեղ տարբեր տեսակի ռեսուրսների կիրառում, տարբեր տեսակի ճնշման միջոցների ականատես ենք եղել։ Նաև լսել ենք բնականաբար մի շարք դեպքերի մասին, ընտրակաշառքի մասին չունեմ ապացույցներ, չեմ կարող ասել, բայց տեսնում եմ որ մամուլով նաև շրջանառվել է դեպքեր, օրվա ընթացքում որ նաև նման երևույթներ են տեղ ունեցել։ Եթե կհետաքրքրի ինչ օրինակ խախտման դեպքեր ենք արձանագրել, օրինակ ամենատարածված խախտումներից մեկը մարդկանց վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրատա տեղամաս բերելն է եղել։ Ձյունիք մանկապարտեզում 3105 տեղամասում մի քանի նման դեպք արձանագրեցին։ Տարեց մարդկանց մեքենաներով, հատուկ մեքենաներով ընտրատեղամաս բերելու process ենք արձանագրել։ Արձանագրել ենք գրեթե բոլոր տեղամասում նկատել եմ հետևյալ երևույթը, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը ինչ որ ցուցակ ձեռքը, ոչ թե անվանական ցուցակ, այլ թվերով ցուցակ, ինքը մարդը մտնում է, ակնհայտ նկատում ես ինքը ում ճանաչում է, ում ժպիտով է դիմում, հոգեբանը հասկանում է, ում ժպիտով է դիմավորում, նշան է դնում։ Ու ընթացքում այդ վստահված անձերը փոխվում են։ Այսինքն դա նշանակում է ինչ որ մի ժամի, ինչ որ մի կոլեկտիվ պետք է ներկա լինի, այդ կոլեկտիվին, որտեվ դեպքերից մեկը օրինակ ասացին, որ պոլիտիկայի աշխատող երկին է։ Ինքը գիտի, որ աշխատողներն են, ինքը արդեն ստուգում է, հաշվարկ են անում, սա էլի ընտրության գործընթացի վրա ազդելու, վարչական ռեսուրս կիրառելու հերթական միջոցներից մեկն է։ Մենք ահազանգեցինք դրա մասին, ինչպես հասկացա ոստիկանությունը եւ արձանագրություն կազմեց, կարծես թե քրեական վարույթ կնախաձեռնվի այդ մասով։ Երբ որ բարձրաձայնեցին դրա մասին, կինը միանգամից պատրեց։ Ամբողջ թուղթը պատրեց ու բավականին վատ դրության մեջ ընկա, որ ես իր փոխել նույնիսկ ամաչում եմ, էլի որ ինչպես կարելի է նման բանի գնալ, որտեղ իմ կարծիքով մեր ամենամեծագույն սխալը դա մեր երկրին վերած ամենամեծ վատ գործընթացը դա ընտրության կեղծելն է։ Ու ամեն գնով պետքա չգիտեմ կոչ եմ անում ժամանակ կա քաղաքացին անպայման գալ ընտրության, որտեղ լեգիտիմ իշխանության կարևորագույն գրավականը բարձր մասնակցությունն է։ Այս բանին կարծես թե մասնակցությունը շատ ավելի բարձր է, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչը որոշակի հույսեր է տալիս, որ կունենանք լեգիտիմ վերջնական արդյունք, բայց այն, որ մենք ունենք մինչև այս պահը էական խախտումներ, որոնք ասում եմ ես շատ ընտրությունների մասնակցել եմ, ասա լուրջ գործոնա, լուրջ մտածելու տեղի կա տալիս, թե մենք հետագայում ինչպես պետք է սրա մասին մտածենք, երևույթները էլի կարան մի քանի օրինակ դեպքեր արձանագրեմ, ակնհայտ մարդկանց ուղղորդում կան որոշակի մարդիկ, որոնք նկարում են քվեաթերթիկը։ Մեր դիտորդները բարձրաձայնել են մի քանի դեպք ու կանխել են նման դեպք ու արձանագրության բոլոր մատյաներում կազմված է։ Ես նույնիսկ հիմա կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին մատյաներում բավական ինֆորմացիա լցված մեր դիտորդների կողմից։ Եղել է որ չեն գրել դա նախագահներ, դրա համար էլ մենք առանց զեկույց կկազմենք, բայց այն տեղերում որտեղ որ գրվել է ահագին ինֆորմացիա կա ու մենք հետագայում արդեն ընտրություններից հետո նաև եթե սկսի վերահաշվարկ հետընտրական գործընթացներ կփորձենք նաև այս process-ին ակտիվ մասնակցություն ունենալ ու այդ ամեն ինչը կարձանագրենք մեր վերջնական զեկույցում։ Պարոն Ակոպյան, մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր դրսից այլ համայնքներից մարդիկ են բերում, խոսքը Ջավախքի մասին է, մամուլում այդ մասին էր խոսվում ամեն դեպքում։ Նման դեպքեր արձանագրվել են, երբ մարդը մոտենա անձնագրով եւ պարզ դառնա, որ այդ մարդը ընդհանրապես Գյումրիից էլ չէ։ Նման դեպք, այն որ Գյումրիից, այն որ եղել են ոչ Հայաստանի քաղաք, դա նորմալ է, որտեղ գիտեք ընտրական զգիքը թույլ է տալիս, բայց պետք է որոշակի ժամանակատված տվյալ համայնքում գրանցված լինի։ Այս տեղամասում չի եղել, բայց մեզ լսել եմ նաև գործընկերներից դեպքեր, որ եղել է նման համատարած դեպքեր մի այլ տեղամասերում, որտեղ կոմպակտ եղել են։ Նույնպես նույնիսկ եթե ասում եմ, քաղաքացիները նաև ասում են, որ երբ որ շրջում ենք փողոցում ակնհայտ մարդիկ են, որոնք Գյումրիից չեն։ Հիմա Երևանցիներին կարելի է նկատել, բայց նաև մարդկանց խոսակցականով հասկանում ենք, ես ինքս քաղաքում նկատել եմ բազմաթիվ ջավախցիներ։ Ինչ են անում ջավախցիները։ Այդ հարցը տալիս շատ եմ, արդեն 2 օր այստեղ եմ բավականին շատ հանդիպել եմ, բայց ոչ այս տեղամասում կոնկրետ նման դեպքի ականատես չեմ եղել,
բայց այլ տեղերում խոսքը ունիսկ ավտոբուսներով են մարդիկ եկել, այստեղ ասում Ձյունիք մանկապարտեզումը նման դեպք եղել, երբ որ գազելներով մարդիկ գալիս են ընտրության, անմիջապես կանխեցին, նկարանեցին, դրա մասին զեկուցում կփորձենք խոսել։ Գյումրիում նաև հանդիգներ են բնակվում ռուսներ, նման դեպքեր եղել են, որ այդ մարդիկ շահագրգիռ լինեն կամ անկեղծ այս 11 տեղամասերում նման մեծ մասնակցություն հնդիկների եւ ռուսների չեմ նկատել, չի եղել նման դեպք այս պահին, բայց դե գիտեք, օրենքը թույլ է տալիս այս պարագայում, այո, եթե մենք նկատենք, հիմա նաև երբ որ կավարտի քվեարկությունը, արդեն վաղը մենք հնարավորություն կունենանք բոլոր տեղամասերում ստուգել, հասկանալ ովքեր են եկել, ովքեր են մասնակցել անվանական, որտեղ դա դրվում է Election-ում կայքում։ Մենք արդեն որ կտեսնենք, եթե նման համատարած դեպքեր գտնենք, արդեն հանգիստ գրասենյակային պայմաններում կարծեմ նույնն էլ նաև զեկուցում կգրեն։ Այս բանը դենց համատարած դեպքերի դեռ ականատես չենք եղել։ Այս մանկապարտեզում 3601 ընտրատեղամասում մի պա լարվել էր մթնոլորտը, ինչի հետ էր կապված։ Այո, այստեղ լարվել էր մթնոլորտը, ես ինքս ներկա եղա։ Նախ այս տեղամասի մասին խոսեմ, տեղամասը բավականին փոքր է, իմ կարծիքով կենտրոնական դրական հանդիժով պետք է դրա մասին մտածի, այլ նման փոքր տեղամասում ընտրություններ չկազմակերպվի։ Սա ամենակարևորագույն հարցն է։ Այս բանին, այստեղ նաև եղավ որոշակի դեպք լարվածություն նախագահի պատճառով, եւ նախագահը անդադ լարվածություն էր փորձում առաջացնել, երբ որ մեր դիտորդները մոտենում էին մատյանում արձանագրելու փաստերին փորձում նշել արձանագրեք մատյանում, չէր արձանագրում շատ դեպքերում, ինչը մտահոգիչ է, ես մտա դրա խոսեցի, դրանից հետո ասացին կարծես թե իրավիճակը հարթվել է։ Այսինքն ակնհայտ ոչ բարյացակամ վերաբերմունք եղել է այս հանդիժում օրվա ընթացքում, այո, նաև կուտակումներ է բազմաթիվ եղել, որոնք իմ կարծիքով այո կարող են ազդել ընտրության ելույթին։